Եվրամիություն Ռուսաստան գազային պատերազմն ավարտվեց ռուսական կողմի պարտությամբ, Եվրոպական միությունը վերջնական որոշում է կայացրել, մինչև 2027 թվականը ԵՄ շուկա այլևս ռուսական գազ չի մտնի։ Բրյուսելից 3 տարի պահանջվեց, որ ազատվի կեսդարյա էներգետիկ կախվածությունից։ Today is indeed a historic day for our union. Իսկապես պատմական օր է միության համար։ Մենք ձեռք բերեցինք նախնական համաձայնություն հանձնաժողովի այն առաջարկի շուրջ, որը նախատեսում է ամբողջությամբ դադարեցնել ռուսական վառելիքի օգտագործումը։ Մենք փակում ենք այդ էջը վերջնականապես։ Սա նոր դարաշրջանի սկիզբն է, Եվրոպայի լիարժեք էներգետիկ անկախության դարաշրջանը Ռուսաստանի նկատմամբ։ Շատերը կարծում էին, որ դա անհնար է։ Եվրոպական խորհրդի հայտարարության համաձայն Ռուսաստանից բնական գազի ներմուծումը աստիճանաբար կդադարեցվի մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։ Որոշումը վերջին տասնամյակներում էներգետիկ քարտեզի ամենամեծ շրջադարձն են համարում փորձագետները։ Ռուսաստանը իհարկե այստեղ պարտություն կրեց, որովհետև այն մտածմունքները, որ մեկ ընդմիշտ Եվրոպան կախվածության մեջ կլինի եւ հնարավորություն անգամ չի ունենա հրաժարվելու ռուսական գազից, այդ հնարավորությունները այսօր արդեն ոչնչացվեցին ԵՄ-ի կողմից։ Առաջին հերթին ինքը քաղաքական որոշում է եւ մենք հիշում ենք նաեւ հաջողակի մեղադրանքներ են հնչում Եվրամիության հասցեին, որ Ռուսաստանի հետ նաեւ Ուկրաինայի պատերազմում սանկցիաներ կիրառելով ինքը չէր կիրառում սանկցիաներ հիմնական այն հարցում, որտեղ Ռուսաստանը ստանում էր առավելագույն եկամուտները, ասենք ամսական մոտ 12 միլիարդ դոլարի մասին էր խոսքը, եւ մինչեւ պատերազմի սկիզբը Եվրամիությունը ստանում էր իր 40-45% գազի Ռուսաստանից, դա ծավալներով 150 միլիարդ խորանարդ գազ էր, որը ահռելի իհարկե ծավալներ է եւ հիմա արդեն այդ ցուցանիշը զգալիորեն կրճատվել է։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ԵՄ-ի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից կտրուկ նվազեց։ Եվրոպական խորհրդի պաշտոնական տվյալներով 2022-ին մատակարարումը 150 միլիարդ խորանարդ մետրից հասավ 80 միլիարդ խորանարդ մետրի, 2023-ին արդեն շուրջ 43 միլիարդի, իսկ 2024-ին Ռուսաստանից ԵՄ ներմուծած գազի բաժինը հասավ 52 միլիարդ խորանարդ մետրի։ Վերջին տվյալներով այժմ Եվրամիություն մատակարարվող ռուսական գազի ընդհանուր ծավալը չի գերազանցում 13%-ը։ Այն տրիլիոնավոր դոլարները, որոնք որ հոսում էին դեպի Ռուսաստան 2000-ականների սկզբում, դա այլևս էլ չի կրկնվի եւ այսօր Ռուսաստանը ամեն կերպ փորձում է ինչ որ իր գազը թե նավթը արտահանի, բայց տվյալ պարագայում արդեն խոսքը գնում է շատ նվազեցված գների մասին։ Ռուսաստանը էլ չի կարողանա, եթե ինչ որ փակ ինչ որ համակարգերով կամ ինչ որ ծածկված համակարգերով ինչ որ արտահանի գազը տարբեր ուրիշ երկրներ, ինքը արդեն չի կարողանա առաջարկել այն գինը, որը որ ինքը վաճառում էր եւ ստանալ այն շահույթը, որը որ ինքը ուներ։ Մոսկվայի համար Բրյուսելի քայլը անսպասելի էր, նկատում են փորձագետները։ ՌԴ-ն Սլովակիայի եւ Հունգարիայի միջոցով գազային շանտաժով միության ներսում կարողանում էր խնդիրներ առաջացնել, սակայն ԵՄ-ն ստեղծեց մեխանիզմ, որը թույլ տվեց շրջանցել այդ երկրների վետոյի ռիսկը։ Փոփոխությունները ենթադրում են, որ Ռուսաստանը զրկվելու է նաեւ այդ շանտաժային գործիքից, ինչը ռուսական կողմի համար նույնպես անսպասելի էր կարծում եմ, որովհետեւ իրենք այնուամենայնիվ կարծում են, որ Եվրոպան ալտերնատիվ լուծումներ չի գտնելու։ Եվրոպական կողմի համար հիմնական ալտերնատիվան, այսինքն այլընտրանքները հիմա դա առաջին հերթին Նորվեգիան է, որի ծավալներն են շատ մեծացել, համատակարարման մոտ 33%-ը հիմա Նորվեգիայից է։ ԱՄՆ-ն է եւ ես կարծում եմ ամենամեծ շահառուն այս պատմության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են լինելու որպես խոշորագույն նաեւ հեղուկացված գազի մատակարարող։ Միացյալ Նահանգները շահագրգիռ է նաև Կենտրոնական Ասիայից էներգետիկ հոսքերը Հայաստանի հարավով անցնելիք Թրիպուղուն միացնելու գաղափարով շարունակում է մասնագետը։ Այդ պարագայում Հայաստանի տարածքը կարող է դառնալ տրանզիտ գոտի։ Հիմա կա գազատարի գաղափար, որը լինելու է Թրիպի մասը, Թրիպի այդ լուծումների բաղկացուցիչ տարերից մեկը, բայց խոսքը գնում է Ադրբեջանի եւ Նախիջևանի կապող գազատարի մասին, հա, Ադրբեջանից Նախիջևան գնացող գազատարի, իհարկե սա բավարար չի եւ մեզ շատ ավելի խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են պետք ու այստեղ հիմնական հարցը հենց Թուրքմենստանն է, որովհետեւ
մինչ այժմ չկան քաղաքական պայմանավորվածություններ թուրքմենական գազի արտահանման հետ կապված։ Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա գազի ծավալները մեծ չեն, սպառման մոտ 4%-ն են կազմում։ Փորձագետները նկատում են, չնայած մեծ ցանկությանը, Ադրբեջանի էներգետիկ պոտենցիալը բավարար չէ։ Ադրբեջանի հիմնական գազատարը, որ գնում է հետագայում անցնում է Թուրքիայով, դա հարավկովկասյան կամ Բաքու, Թբիլիսի, Էրզրում գազատարներ, որ հնարավորություն ունի մինչև 24 միլիարդ խորանարդ մատուցելու դեպի Թուրքիա, ընդ որում մոտ 1/3-ը եւ ավելը սպառվում է Թուրքիայում, մի մասը նաեւ Վրաստանում, այսինքն Եվրոպա է հասնում միայն ադրբեջանական գազի մի մասը եւ իհարկե եվրոպական պահանջները շատ ավելի մեծ են, բայց Ադրբեջանը չունի այդ գազային ռեսուրսները եւ նաեւ չկան ենթակառուցվածքներ։ Ռուսական կողմը թեև աշխատում է գազը դեպի Ասիա, Չինաստան եւ այլ ուղղություններ մատակարարելու այլընտրանքային տարբերակներ գտնելու ուղղությամբ, այդուհանդերձ եվրոպական շուկայի կորուստը զգալի տնտեսական ու քաղաքական լուրջ հարված է Մոսկվային, կարծում են մասնագետները։ ԵՄ-ի նոր քաղաքականությունը ամբողջությամբ վերափոխում է տարածաշրջանի էներգետիկ հավասարակշռությունը։ Վոլոդիա Մուշաղյան, Էդգար Դավթյան, լուրեր։